Բնության մեջ գոյություն ունի մի չգրված օրենք, մի վիճակագրական հավանականություն, որը կառավարում է մարդկային կյանքը։ Երկվորյակներ ունենալու հավանականությունը ամբողջ աշխարհում կազմում է մոտ 1.5%։ Սա կենսաբանական անոմալիա է, գենետիկական վիճակախաղի հատուկ պահ, որը պատահում է չափազանց հազվադեպ։ Բայց Երկիր մոլորակի վերը կա մի վայր, որտեղ բնության հաշվիչը խափանվել է, մի վայր, որտեղ կենսաբանության օրենքները չեն գործում, մի վայր, որտեղ կրկնակի պատկերներ տեսնելը ոչ թե վատ տեսողության նշան է, այլ կյանքի սովորական ընթացք։ Պատկերացրեք, քայլում եք փոշոտ փողոցով։ Տեսնում եք երկու փոքրիկ տղայի, ովքեր ամեն ինչով նույնն են եւ հեծանիվ են վարում։ Թարթում եք աչքերը, թեքվում անկյունը եւ տեսնում երկու ծերունու, ովքեր նստած են նստարանին, հագած ճիշտ նույն հագուստը, ճիշտ նույն դեմքով։ Մտնում եք շուկա եւ միրգ վաճառող կինը մեջքին կապել է երկու միանման երեխա։ Սա նման է մատրիցիայի խափանմանը, սա նման է գիտական ֆանտաստիկայի, բայց սա իրականություն է։ Ես գտնվում եմ Իգբո օրայում, Նիգերիայի հարավ-արևմուտքում գտնվող մի համեստ քաղաքում։ Այն սովորական գյուղի տեսք ունի, բայց այն պահում է համաշխարհային ռեկորդ, որը գիտությունը դեռևս դժվարանում է լիովին բացատրել։ Նրանք այս վայրն անվանում են երկվորյակների համաշխարհային մայրաքաղաք։ Տարիներ շարունակ ես լսում էի այս լուրերը։ Ասում էին, որ այստեղ գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի առնվազն 1 զույգ երկվորյակ։ Ոմանք ունեն 3, 4 կամ նույնիսկ 5 զույգ։ Ես թերահավատ էի։ Դա հնչում էր որպես զբոսաշրջիկ տակարդ, քաղաքային լեգենդ, ստեղծված ճանապարհորդներին Աֆրիկայի հեռավոր անկյուններ գրավելու համար։ Այսպիսով, ես որոշեցի ինքս գնալ այնտեղ։ Ես պետք է տեսնեի, թե արդյոք Պաճենների գյուղը իրական է, բայց այնինչ ես գտա, պարզապես գենետիկայի տարօրինակություն չէր։ Ես գտա մի առեղծված, թաքնված կարմիր հողի մեջ, տեղական ապուրի մեջ եւ այն մարդկանց արյան մեջ, ովքեր ապրում են այստեղ։ Սա իմ ճանապարհորդության պատմությունն է դեպի մի երկիր, որտեղ հրաշքները տեղի են ունենում 2 անգամ։ Իգբո օրահասնելն ինքնին արկած է։ Այն գտնվում է Լագոսից, Նիգերիայի խաոսիկ բաբաքող սրտից մոտ 80 մղիլ հյուսիս։ Ճանապարհը ձեզ հեռացնում է երկնաքրերից եւ աղմկից, տանում դեպի Օյո նահանգի խոնավ փարթուտ գյուղակային տեղանքներ։ Ճանապարհներ անհամարել, ոլորվում են խիտ բուսականության եւ կարմիր հողի միջով, որը ներկում է մեքենայի անվատորները։ Վարորդը Սամուել անունով մի տեղական բնակիչ ծիծաղեց, երբ ես նրան ասեցի, որ հաշվելու եմ երկվորյակներին, որոնց կտեսնեմ։ Դու կկորցնեք հաշիվը, ասաց ինձ Սամուելը։ Իգբո օրայում, եթե դու մենակ ես ծնվել առանց զույգի, թափա դու ես տարօրինակը, դու ես անոմալիան։ Երբ մոտեցանք քաղաքի սահմաններին, ես տեսա մի քանե հուշարձան։ Այն պարզապես չէր ասում բարի գալուստ, այն հպարտորեն հայտարարում էր. Բարի գալուստ Իգբո օրա, երկվորյակների նացիոնալ տուն։ Ես դուրս եկա մեքենայից։ Շոկը հեզոր էր, խոնավության ծանր վերամակի։ Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ էր թվում։ Ես տեսա տակայի տանիքներ, աշխույժ տաղավարներ, օդում զգացվում էր խորոված մրցի եւ համեմունքների հոտը։ Բայց հետո օրինաչափը սկսեց երևալ։ Առաջին բանը, որ ես նկատեցի, երկու փոքրիկ աղջիկներ էին, վառ դեղին զգեստներում ձեռք ձեռքի բռնած, թրջկնելով իջնում էին հեղետ արահիթով։ Գեղեցիկ է, մտածեցի ես, զուգադիպություն։ Հետո 10 մետրայինքում տեսա երկու տասնամյակ տղաների, ովքեր վիճում էին ֆուտբոլի գնդակի համար։ Նրանք ունեին ճիշտ նույն հասակը, ճիշտ նույն սանվարձքը, ճիշտ նույն ձայնը։ Ես շրջվեցի ջուր գնել։ Խանութպանը 40 անց կին էր։ Նրա կողքին նստած էր քույրը, նրա ճշգրիտ պատկերն է։ Մտնում եք շուկա եւ միրգ վաճառող կինը մեջքին կապել է երկու միանման երեխա։ Ես դադարեցի հաշվել 50-րդ զույգից հետո։ Լուրերը չէին չափազանցում, ընդհակառակը, նրանք թերագնահատում էին այս երևույթի մասշտաբը։ Տպավորություն էր, որ ինչ-որ մեկը պատճենահանող սարքով էր բազմացրել բնակչությանը։ Հասկանալու համար, թե ինչու է դա տեղի ունենում, պետք է խոսել տեղացիների հետ։ Ինձ պետք չէր գիտական դասախոսություն։ Ես ուզում էի իմանալ, թե ինչին են նրանք հավատում։ Ես հանդիպեցի համայնքի հարգված ավագներից Չիֆ Օլավալեին։ Նա ինձ ընդունեց իր պատշգամբում, եւ ինչպես եւ սպասվում էր, նրա կողքին կանգնած էին նրա երկվորյակ թոռները։ Ինչու այստեղ, հարցրի ես նրան։ Ինչու հենց այս քաղաքը, Նիգերիայի մեջտեղում։ Նա ժպտաց այնպիսի ժպիտով, որը պարունակում է դարերի գաղտնիքներ։ Ջրի պատճառով է, սկզբում ասաց նա, բայց հետո ուղղեց ինքն իրեն։ Ոչ, հիմնականում սննդի պատճառով է։ Դա Իլասան է։ Այստեղ պատմությունը հետաքրքիր շրջադարձ է ստանում։
Իգբո օրայում յուրաքանչյուր մարդ, ում հետ ես խոսեցի, տվեց ինձ նույն պատասխանը։ Նրանք չէին խոսում ԴՆԹ-ի կամ քրոմոսոմների մասին։ Նրանք խոսում էին յամսի, դիոսկորիայի մասին։ Խոսքը մասնավորապես տեղական ճաշատեսակի մասին է, որը պատրաստվում է սպիտակ յամսի ալյուրից, երբ իլասա կոչվող հատուկ տեսակի բամիայի տերևից։ Տեղացիները կարծում են, որ Իգբո օրայի հողը յուրահանուկ է, եւ այստեղ աճող պալարները բնական ուժ են պարունակում։ Եվ ահա ամենազարմանալի մասը. գիտությունը իրականում կարող է համաձայնել նրանց հետ։ Հետազոտողները եւ գինեկոլոգները ուսումնասիրել են այս տարածաշրջանի յամսերը։ Նրանք հայտնաբերել են բնական քիմիական նյութի ֆիտոէստրոգենի բարձր մակարդակ, որը նմանակում է կանանց էստրոգեն հորմոնը։ Պարզ ասած, այս քիմիական նյութը կարող է ստիպել կնոջ մարմնին մեկից ավելի ձվաբջիջ ազատել օվուլյացիայի ցիկլի ընթացքում։ Սա ըստ էության բնական պտղաբերության դեղամիջոց է, մատուցված կծու, համեղ ապուրի տեսքով, որն ուտում են օրը 3 անգամ սերունդներ շարունակ։ Ես փորձեցի ապուրը։ Այն թանձր էր, հողային համով եւ շատ կծու։ Ես կատակեցի խոհարի հետ հարցնելով. արդյոք ես երկվորյակներ կունենամ, եթե ավարտեմ ափսեն։ Նա ծիծաղեց եւ ասաց. տղամարդկանց համար դա չի աշխատում, կախարժանքը մայրիկների համար է։ Բայց արդյոք դա միայն յամսն է։ Մոտակա մյուս գյուղերը նույնպես յամս են ուտում, բայց նրանք չունեն երկվորյակների բնակչության նման խտություն։ Արևմտյան գիտնականները պնդում են, որ դա պարզապես գենետիկական ֆոնդ է։ Քանի որ Իգբո օրայի բնակիչները հանդենտ են ամուսնանալ համայնքի ներսում, երկվորյակ գենը կենտրոնացված է մնում։ Այն փոխանցվում է հորից դուստրի, մորից որդուն, ստեղծելով գենետիկայի գեր շրջապտույտ, որը ապահովում է, որ այդ հատկանիշը երբեք չի անհետանա։ Բայց այս ամենի մեջ կա նաև պատմական գեղեցկություն։ Հին Վեստ Աֆրիկայի շատ մասերում դարեր առաջ երկվորյակներին միշտ չեն մնիշ նշանակում։ Պատմության որոշ դառն էջերում նրանք համարվում էին վատ նշան, գերբնական մի բան, որից պետք է վախենալ։ Բայց այստեղ Իգբո օրայում սցենարը փոխվեց։ Երկվորյակները երկրպագվում են։ Նրանք համարվում են աստվածային պարգևներ, երջանկության, հարստության եւ կրկնակի հաջողության կրողներ։ Նրանք անգամ հատուկ անուններ ունեն։ Առաջնակ երկվորյակին միշտ անվանում են Տայվո, ինչը նշանակում է նա թե ով առաջինն է ճաշակում աշխարհը։ Երկրորդը Քեհինդե, նշանակում է նա թե ովքև հետո։ Իմ ճամփորդության գագաթնակետը մեծ պեցկերի դա պատկերացրեք մի մարզադաշտ, որը լցված է հազարավոր մարդկանց հետ, բայց դա սովորական ամբողջ է։ Դա համապատասխան հագուստների ծով է։ Վառ մանուշակագույն անկարայի գործվածքներ, էլեկտրական կապույտներ, փայլուն ոսկեգույներ։ Ես տեսա երկվորյակ ոստիկաններ, որոնք պահկանություն էին անում, երկվորյակ բուժքույրեր, որոնք գրանցում էին մարդկանց, նաև համերգում ելույթ ունեցող երկվորյակ երաժիշտներ։ Այստեղ ինքնության խորը զգացողություն կա։ Արևմուտքում մենք տարված ենք էուլյակի լինելով։ Մենք ուզում ենք առանձնանալ, մենք ուզում ենք լինել անհատներ, իսկ այստեղ պատշենը լինելը ամենամեծ հպարտությունն է։ Դու երբեք մենակ չես։ Դու աշխարհ ես մտնում գործընկերոջ, քո բիոլոգիադ ներկարված հոգեհարազատով։ Դու լայքդ անցնում մեկի հետ, որը հասկանում է քեզ առանց խոսելու։ Ես մի երիտասարդ աղջկան Տայվոյին հարցեցի, թե որն է երկվորյակ լինելու լավագույն մասը։ Նա նայեց քրոջս Քեհինդեին, եւ նրանք ճիշտ նույն պահին կատարյալ միաձայնությամբ պատասխանեցին. մենք միշտ ունենք լավագույն ընկեր։ Ես հեռացա Իգբո օրայից եւ արևը մայրում էր մտնում երկար ստվերներ գցելով փողոցների կարմիր փոշից վրա։ Ես եկել էի այստեղ փնտրելու հրաշքների շոու։ Հավատա կամ մի հավատա ոչի հետաքրքիրություն։ Բայց ես ուրիշ բան գտա։ Ես գտա մի համայնք, որը տոնում է կյանքը իր ամենաառատ ձևով։ Մի աշխարհում, որտեղ մենք հաճախ մեզ մեկուսացված, անհամապատասխան եւ միայնակ ենք զգում։ Իգբո օրայի մարդի ունեն կապ, որը վառերականորեն գրված է նրանց ԴՆԹ-ի մեջ։ Լինի դա կախարդական յամսը, ջուրը, թե պարզապես գենետիկայի զառիքի նետումը, մի բան հաստատ է։ Իգբո օրան մի վայր է, որտեղ հրաշքները տեղի են ունենում ոչ թե մեկ, այլ 2 անգամ։ Միգուցե մենք բոլորս կարող ենք ինչ-որ բան սովորել նրանցից։ Այն, որ կապվածությունը ամենաարժեքավոր բանն է, որ մենք ունենք։